Շնորհակալ եմ հարցերը բացելուվա խորհրդից նաև երեգնչած հայտարարությունների մասին են եպիսկոպոսատ ժողովը դրսում հրավիրելու որոշումը մայրաթորի դիտարկվում է կաթողիկոսությունը մայրաթորից Էջմիածնից տեղափոխելու փորձ ըստ ձեզ ինչու եւ այս նոր մեղադրանքից հետո ինչ սպասել Անհիմն միտք է առհասարակ մտածել, որ կաթողիկոսությունը կարող է տեղափոխվել նման իրադարձությամբ։ Կաթողիկոսը այստեղ է, մեր կենտրոնը հոգևոր այստեղ է, եւ դա ուղղակի ինձ թվում է շահարկելու փորձը, ինչ որ առիթ են մանեկել գտել նման շահարկում անելու։ Բայց երևույթը ինքը անհանգստացնող է այնքանով, որ ինչն է պատճառը, որ դրսում ենք անում։ Սրա մասին պետք է խորհել, էլի։ Կասեք ինչն է պատճառը, որ դրսում եք անում։ Ակնհայտ է, որ եկեղեցու նկատմամբ կա հալածանք։ Վերջին ամիսներին մենք տեսնում ենք եւ տեղեկատվական դաշտում թիրախավորված եկեղեցին, շողակաթ ալիքը փակեցին, գնդերեցների ամբողջ մի ինստիտուտ երկար տարիների գործող հանեցին։ Մի քանի եպիսկոպոսներ կալանքի տակ են, մյուսների վրա քրգործեր են հարուցված եւ այն ճանապարհը, որոնք իրենք անում են, այն ձևը, ոճը, որոնք իրենք իրականացնում են իրենց պատկերացրած թեկուս արդարությունն ու կամ բարենորոգությունը, դրանք ամենանենգ ձևերն են, որ ակնհայտ է, որ ստեղ կա հալածանքի ու չարության մթնոլորտ։ Եվ այս պայմաններում բնական է նման որոշումը, որ դրսում կարող է լինել։ Մեզ հիմա պետք է հետաքրքրի, ինձ թվում է հենց սա, ինչու է այդ որոշումը կայացրել։ Իսկ ինչ քայլերի կարող եք սպասել, ինչ կարող են անել կառավարությունը հնարավոր է արգելքներ, ինչ կարող է սպասել եկեղեցին։ Բայց հոգեվորական ըստեյության արդեն իսկ չեն կարող երկրից դուրս գալ։ Մյուսների նկատմամբ դաս։ Մյուսների նկատմամբ հնարավոր է, որ կրկին բռնաճնշումներ լինեն, նրանց նկատմամբ էլ քրեական գործեր հարուցվեն կամ փորձեն բերման ենթարկել։ Մենք իրենցից ամեն ինչ սպասում ենք, արդեն իսկ հասկացել ենք, որ իրենք ամեն ինչի ընդունակ են, իրենց համար ոչ մի սահման կամ արգելք չկա եւ այս անօրեն վիճակում իրենք ամեն ինչի ընդունակ են։ Բայց միևնույն ժամանակ մենք էլ հանգիստ ենք, որտեղ գիտենք, որ մեր ներսի հանգստությունն ու խաղաղությունը մարդուց չի, Աստծուց է։ Մենք գիտենք, որ Աստված մեզ հետ է, մեզ աջակցում է, Աստված վեհապարի կողքին է եւ վեհապարի խիզախ կեցվածքը մեզ բոլորիս ուժ է տալիս։ Վեհապարի խոսքերն է մեզ ուղված մեր հանդիպման ժամանակ, ինքը պատրաստ է անգամ բանտում նահատակվել, բայց իրենց այս չարի օրակարգը ինքը պատրաստ չի ընդունել։ Այսինքն նա չի բացառում, որ գուցե իրեն էլ փորձեն բերման ենթարկել։ Մենք էլի ոչ մի բան չենք բացառում։ Եթե Սամվել Կարապետյանը միայն մի խոսք ասեց ի աջակցություն եկեղեցու եւ այդ մի խոսքի համար մարդուն կարող են բանտարկել, իրենք ամեն ինչի ընդունակ են։ Իսկ եկեղեցին ինչ քայլեր ձեռնարկելու է, որպեսզի չլինեն Այստեղ եկեղեցու քայլերը առաջին հերթին այս պառակտման ու չար ոգուն չտրվելն է։ Բոլոր սուրբ հայրերը ասում են, որ նախ Աստվածաշունչն է ասում, որ եկեղեցին Քրիստոսի ամբողջական մարմինն է։ Եվ եկեղեցին պառակտելը սուրբ հայրերը ասում են անգամ նահատակությամբ այդ մեղքը չի կապվում։ Եկեղեցու պառակտման այդ հոգին ինքը չպետք է թողնենք, որ եկեղեցու ներս մտնի, ովքեր որ արդեն իսկ անցել են այն մյուս կողմը, գոնե մենք այս կողմում չպետք է թողնենք, որ այդ հոգին մեզ էլ տիրի ու մենք պետք է բարձր լինենք։ Ինչը որ անում է մեր վեհապարը։ Ինչպես տեսնում եք, վեհապարը ինչքան խոհեմ ու հեռատոսորեն իրեն բարձր է պահում այս փոքր ցածր այս խաղերից մարդկանց այդ մարդկային, այսպես այդ վիճաբանական պառակտման այդ հոգուց ինքը ավելի բարձր է իրեն պահում։
Որոշում կա, թե մյուս հոգևորականները, որոնք չեն կարող երկրից դուրս գալ, ինչպես կմասնակցեն։ Նման ընթացակարգ կա, որ օրինակ իրենք կարողանան առցանց միանալ եւ եպիսկոպոսաժողովին այդպես գոնե ներկա լինել։ Մանրամասներից տեղյակ չեմ, չգիտեմ ինչպես է։ Սա գավակ, տեսեք, օրերս Սփյուռք Հայ տարբեր գործիչներ իրենց աջակցությունը հայտնեցին Հայ առաքելական եկեղեցուն, դատապարտելով Փաշինյանի եւ իր թիմի գործողությունները ընդդեմ եկեղեցու, հալածանքներ որակում տվեցին, դրանից հետո երեկոյան Նիկոլ Փաշինյանը կոշտ հագազդեցության մասին ակնարկեց Սփյուռք Հայ գործիչներին, ճիշտ ուղիղ հայտարարեց, որ կոշտ հագազդեցություն է լինելու եւ Հայ առաքելական քրիստոնյա ներկայացող Նիկոլ Փաշինյանը Մայրաթոր Սուրբ Էշմիածնի կաթողիկոսության մասին խոսելիս հիշադակեց նաեւ Էշմիածնի գանձերը նկատի ունենալով երկրից դուրս հանելը, հա, Էշմիածնի գանձերը։ Այս ամենը ինչպես կմեկնաբանեք։ Մենք արդեն տեսել ենք, որ իրենք այդ քաղաքականությունը ունեն, ցեխը շպրտում են առանց մտածելու փորձում են պարզապես իրենց նպատակը ցեխոտելն է, էլի։ Եթե իրենք կոնկրետ նմանատիպ փաստերով ինչ-որ բան ունենային, վստահ եմ շուտվանից քրգործել կլիներ ու այդ դրա շուրջ մեծ դրոշակներով ինչ-որ գործողություններ կկազմակերպեին։ Դրանք բոլորը անհիմն խոսքեր են, արտահայտություններ են եւ ակնկալություն կա, որ ասուլորնության վաղ թե ուշ նաեւ այդ խոսքերի համար պատասխանը կտանելի։ Շնորհակալ։ Վերջին հարցը նաեւ Փաշինյանը նաեւ եկեղեցին ծայրահեղ իսլամի Հայ առաքելական եկեղեցին ծայրահեղ իսլամի հետ համեմատել ու նշել, որ պատարակների ժամանակ ծայրահեղ ռադիկալ տեքստեր են հնչում։ Ձեր արձագանքը։ Պատարակի տեքստը դեռ հին դարերից եկած ամբողջը աղոթքներ են, ամբողջը խնդրանքներ, բարեխոսություններ են եւ սրանք դարերի ավանդույթ են եւ նաեւ Սուրբ Հոգով շնորհով մեզ տրված աղոթքներ են։ Պատարակի ծեսին նման որակում տալը դա նշանակում է, որ այդ մարդը քրիստոնեության հետ կամ կապ չունի կամ էլ առհասարակ սխալ է հասկացել։ Եվ սա հակառակը վկայում է հենց իր թշվառության մասին։ Ձեզ ինչպես ներկայացնենք։ Գրիգոր Սարգսակյանն եմ։